Շնորհակալություն։ Շնորհակալություն իդեպ կոնկրետ փաստի վրա է ես նման եզրակացության եկել, ընդհանրապես քաղաքականության մեջ process-ները օրինաչափ են լինում եւ շատ քիչ դեպքեր են լինում, երբ որ միայն սուբյեկտիվ բաղադրիչ են ունենում գործընթացները։ Մենք տեսնում ենք հիմա երկու խորհրդարանական խմբակցությունների կամ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև բանավեճ, դա հերակա բանավեճ է, եւ այդ բանավեճը շատ բուրըն ձևով ծավալվում այս օրերին, ընդհանրապես իրադարձությունների մեջ կան եւ դրական եւ բացասական ենթատեքստեր։ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների այդ բանավեճը արդյունք է նաեւ նրան, որ մոտենում ենք ընտրական նոր ցիկլին։ Իսկ ընտրական նոր ցիկլերը ենթադրում են քաղաքական վերափոխումներ ամբողջ համակարգում։ Այդ վեճերից ինչ եզրակացության կարող ենք գալ։ Առաջին այդ վեճերի մասինա, որ այս խորհրդանում իրական ռեժիմում, եթե ֆորս մաժորներ չլինեն, մենք իմպիչմենտի գործընթաց չենք տեսնի։ Դե ակնհայտորեն այդ խորհրդարանական ընդդիմությունը պիտի ամբողջությամբ համախմբված լիներ, նույնիսկ այդ պարագայում շատ վիճահարույց էր իմպիչմենտի գործընթացը, եթե չկա փողոց, եթե չկա քաղաքական այլընտրանքային ծրագիր։ Եվ այս առումով այդ հակադրությունը հենց այն մասին է, որ իմպիչմենտի գործընթացի հեռանկարը գրեթե թաղվում է մշուշում։ Ընդհանրապես մեզանում քաղաքական դաշտում մի քիչ սխալ պատկերացումներ կա քաղաքական մոդելավորման մասին։ Impeachment Հայաստանի տիպի երկրներում հնարավոր է, եթե կա ակտիվ փողոց, որը ճաքեր է առաջացնում իշխանության ներսում։ Եթե այդ ակտիվ փողոցը չկա, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը, որը բուրգի սկզբունքով է գործում, ուղղահայաց բուրգի, ներսում ճաքեր կունենա։ Կներես ընդհանրություն, այն ասած դվարցովի պերևարոտներ են դրել։ Նույն դա իմպիչմենտի կապ չունի, հա, ճիշտ։ Ակտիվ փողոցի համար էլ պետքա քաղաքական այլընտրանքային ծրագիր։ Այսինքն դու պիտի հասարակությանը ոչ միայն կարողանաս փողոցներում հավաքել, այլ պահել։ Պահելու համար ուրա հայրենասիրական ճառերը, կարգախոսները, անիրական խոստումները լավ ճանապարհ չեն։ Դու պիտի կարողանաս շատ իրական ծրագիր ներկայացնես, շատ ավելի կոնկրետ վաղվա Հայաստանի տեսլական է, որպեսզի կարողանաս հասարակությանը մոբիլիզացնես։ Հակառակ բaragայում օրինակ Բագրատ Սրբազանի շարժումը կհաջողեր։ Բայց մենք չկար հենց այդ ծրագիրը։ Կար փողոց ակտիվ, բայց չկար այդ ծրագիրը եւ աշճանաբար շարժումը գնաց մարման։ Հիմա այս բաղադրիչը քանի որ պակաս է, սա բերեց նաեւ խորհրդարանական խմբակցությունների այս վեճին եւ իմպիչմենտի հնարավորությունը ըստ էության փոշիացավ։ Մյուս կողմից երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի տարանջատումները դրական էֆեկտ կարող է ունենալ այն իմաստով, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների մոդելի կրկնությունը հույս կա, որ չի լինի։ Այսինքն շատ մեծ հավանականություն կա, որ իշխանության կողմից խրախուսվող ներկա նախկին այդ հին ու նոր այդ բանի անտագոնիզմի վրա կառուցված սև ու սպիտակ մոդելը չի լինի եւ հնարավոր կլինի առաջիկա 1 տարում ձևավորել քաղաքական այնպիսի այլընտրանք, որը որակապես կփոխի քաղաքական համակարգի այցեքարտը, այս ռեբրենդինգ, որ ես ասում եմ, հենց սա նկատի ունեմ։ Հիմա օրինակ եթե ավելի անկեղծ խոսենք, օրինակ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը 3-4 այլ կուսակցություններ խորհրդակցությունների մեջ է, իհարկե ես հիմա անուններ չեմ նշելու, որովհետև դիվանագիտության մեջ դա տարածել է նաև ներքաղաքական կյանքի վրա կա մի հատ չգրված ոսկե կանոն, քանի դեռ ամենից համաձայնեցված չի, ոչինչ համաձայնեցված չի։ Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները
ավելի բազմաշերտ են լինելու, ավելի բազմասուբյեկտ ազդեցիկ մասնակիցների տեսանկյունից, սա տեսանելի է, ընդհանրապես 2021-ի մոդելը խորհրդարանական ընտրությունների լավը չի։ Դրա արդյունքը այսօրվա խորհրդարանն է, որտեղ մենք տեսնում ենք անտագոնիստական բաղադրիչ, քաղաքական բովանդակության իսպար բացակայություն, տեսնում ենք մի կողմից ուսապարկերի հավաքածու մեծամասնություն, մյուս կողմից քաղաքական առումով ամուլ կամ պոտենցիալ չունեցող ընդդիմություն։ Այ մեծ ռեբրենդինգ, երբ որ ես ասում եմ 2026-ի կոնտեքստում, սա է նկատի ունեմ։ Սա ամենևին չի նշանակում, որ ինչ-որ դուրս մղվեն, ինչ-որ տիեզերքից նոր ուժեր հայտնվեն, չէ, շատ կա հենց ռեբրենդինգ բառը ինքը հուշում է, որ անհրաժեշտ է վերափոխել քաղաքական համակարգը այն տրամաբանությամբ, որպեսզի հասարակության հետ քաղաքական համակարգի կոմունիկացիան շատ ավելի կենսունակ լինի։ Տեսեք, ես շատ անկեղծ հիմա մի բան կասեմ։ Այսօր ընդդիմադիր դաշտում շեշտված առաջնորդ չկա։ Շեշտված առաջնորդ։ Այսինքն չկա մեկը, որը ռեյտինգով այնքան պոկված լինի մյուսներից, որ կարողանա կոնսոլիդացնող լինել ամբողջ քաղաքական համակարգի համար։ Այդ դեպքում որպես տեխնոլոգիա ինչն է ավելի արդյունավետ կիրառելի։ Պետք է ստեղծվի այլընտրակային քաղաքական ծրագիր, գաղափարներ, արդյունավետ հարթակ եւ այդ ամեն ինչը դառնա կոնսոլիդացնող։ Եթե առաջնորդը կոնսոլիդացնող չի, կոնսոլիդացնող պիտի դառնան ծրագրերն ու գաղափարները։ Սա շուրջ կարող է տեղ ունենալ արդյունավետ միավորումը, եթե իհարկե մենք չենք ուզում 2021 թվականի սխալը կրկնենք, որտեվ 2026-ին մեխանիկական 2021-ը չէր կարող կրկնվել։ Շատ ավելի այլ տրանսֆորմացիաներ ունենալու, ինչը երկիրը կկանգնեցնի ավելի լուրջ խնդիրների առաջ։